Ես ծնվել եմ ցեղասպանությունից փրկվածների ընտանիքում։ Հայրս Չարլզը վաղ տարիքից մեզ փոխանցեց Կորսյան հայրենիքի հիշողությունը։ Նա տարավ մեզ արևմտյան Հայաստան ցույց տալու լքված եկեղեցիները, գերեզմաններն ու լռած տները։ Այդ ուղևորությունը իմ ներսում արթնացրեց մի բան, որից հետո ես երբեք մենը չեղա։ Ամերիկայում մեծացել եմ, բայց միշտ կրել եմ մի հակասություն ապրել որպես ամերիկացի, թե պատասխանատվություն վերցնել իմ հայ լինելու համար։ Ես ընտրեցի դժվար ճանապարհը, ոչ միայն հպարտանալ, այլև կերտելի մեջային գիտակցաբար, դարձա պատմաբան հնագետ, բայց ինձ համար անցյալը լոկ ուսումնասիրության միուտ չէր։ Ես փնտրում էի իմ արմատները, իմ ինքնությունը, ճշմարտությունը, իսկ այդ ճշմարտությունը զոհաբերություններ էր պահանջում։ 1975-ին Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ ֆալանգիստները հարձակվեցին մեր թաղամասի վրա, ես չսպասեցի հրահանգի։ Տանը միայն կանայք ու երեխաներ էին։ Ես բարձրացա բարիկադ մենակ, սկսեցի կրակել, շարժվել, դիրք փոխել։ Թշնամին համոզված էր, թե նրան մի ամբողջ ջոկատ է դիմադրում, իսկ իրականում միայն ես էի։ Հետագա միացա ՀՀԿԲ-ին ասաղային։ Ես հավատում էի պայքարի սրբությանը, բայց շուտով տեսա, մեր հարցը վերածվել է օտարների ձեռքում գործիքի։ Ես հեռացա։ Ստեղծեցի նոր շարժում, իմ ծրագրով ու նպատակը մեկն էր՝ հայկական գործոնին արժանապատիվ սուբյեկտային ձայն վերադարձնելը։ Ես մարտիկ էի, բայց նաև մտածող։ Արցախը ինձ համար պարզապես հող չէր, դա մեր գոյության առանցքն էր։ Ես ասում էի, Արցախի կորստով կավարտվի հայոց պատմությունը, եւ ես պատրաստ էի այդ ճանապարհի ավարտին, որովհետեւ իմ կյանքի ամեն ակնթարթով ես փորձել եմ պատասխան տալ մի պարզ, բայց եւ խորքային հարցի՝ ով է հայ։ Ինձ համար հայ լինելը միշտ նշանակել է պայքար, արժանապատվություն եւ անվերապահ նվիրում։ Եվ այսօր, երբ մեր ապական կրկին վտանգված է, ես գիտեմ ճիշտ ուղին մնում է նույնը՝ պայքարել, սովորեցնել ու վերակառուցել։